Ну տեսանք, որ մուխա ծուխա դուրս գալի, հետո գնացի հարվածեցի, ասի դուռը կարող է բացվի, չգիտենք տանը մարդ կա, մարդ չկա, այդ մեզ էլ ավնաս։ Այն էլ ասին, որ կարող է միլիցիայի հարց եղնի մի խփի, մի բացի։ Թերի Բաբուրյանը պատմում է փետրվարի 28-ին Վանաձորում գրանցված դժբախտ պատահարի մասին։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 15-ի սահմաններում։ Երկու մանկահասակ երեխաները 4-ամյա Անահիտը եւ 2-ամյա Ալեքսը Քարադանյան ընտանիքի երեխաներն են։ Նրանց մայրը Վիկտորյան հաճախ է երեխաներին տանը մենակ ու քնած թողել։ Վիկան շատ սխալ բան արել, որ փակել է երեխեքի վրա, դուս եկել այս պահը տիրել է։ Հարևանները ծուխ են զգացել եւ բնակարանում ծուխը հետսեթե ավելացել է ուժեղացել։ Հարևանները հրշեջ ծառայություն են զանգահարել։ Մինչև այդ հրշեջի գալը երեխեքի հայրն է եկել երևի դուռը բացել, քանի որ ասին ինքն է բացել։ Դուռը ջարդել է բացել, երեխեքին հանել։ Ես եկել եմ տեսել եմ, որ արդեն հրշեջը կայնած, հրշեջի հետ եմ եկել, տեսել եմ կայնած արդեն ոչ մի բան չի մնացել։ Սաղ վարված է, ընդի զատ չկա, որ ընդի ոչ մի բան չի մնացել։ Ոչ միայն ոչինչ, այլև երեխաներին հնարավոր չի եղել այլևս փրկել։ Միլիցիայի ավտոն դրեցին տարա։ Ոստիկանությունն էլ երեխաներին հասցրել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, ինչպես բժիշկներն են ասում, արդեն մահացած վիճակում։ Երեխաներին բերեցին արդեն անշնչացած, դիակային բծերով իջացրեցին վիրահատարան, արդեն անշնչացած էր։ Երեխաների վրա սակայն այրվածքներ չեն եղել։ Ոչ մի հետք, ոչ տրավմայի հետ, ոչ այրվածքի հետ։ Բժիշկների նախնական եզրակացությամբ նրանք քնից չեն արթնացել, քնած էլ ծխախեղտ են եղել։ Նայնե Մաթևոսյան, Արմեն Հարությունյան, Միք հեռուստաընկերություն։